Մեդվեդևի այցից ինչ արդյունքներ կարող ենք արձանագրել, որտեղ Ռուսաստանի վարչապետը ըստ էության հասցեական որևէ հայտարարություն ուղղված Ադրբեջանին կամ Ալիևին չարեց, այդպես էլ, այսինքն սովորական հերթապահ հայտարարություններ են, որ կողմ են խաղաղ կարգավորման, ընդամենը այդքանը, մինչդեռ Ռուսաստանը մեր բարեկամ դաշնակից երկիրն է։ Ընդ որում ես մի անկեղծ խոսակցություն կարող եմ տանել ձեզ հետ, ինձ համար այդքան շատ չեն հետաքրքրում հայտարարությունները, ինչքան գործողությունները։ Ինձ համար ցանկալի, մեզ համար ցանկալի կլինի, որ ընդհանրապես այդ հայտարարությունները լինեն այլ եւ գործողությունները փաստացի լինեն այլ։ Համենայն դեպս հայտարարությունները, որը որ կատարվում են, դրանք երկկողմանի են լինում, բայց առանձնազրույցների ժամանակ ես կցանկանայի, որ բոլորս համբերատար լինենք եւ արդյունքն ավելին լինի։ Մեդվեդևի ժամանակ նախագահ ակնարկել է լայնամասշտաբ պատերազմի մասին, դուք դրա հնարավորությունը տեսնում եք եւ կարող է Ռուսաստանը ներկայացնել այս պատերազմի մեջ։ Ես պետք է եւս մեկ անգամ հայտարարեմ, որ մեր թշնամին անկանխատեսելի է։ Ես որևէ հրադադարի չեմ հավատում, քանի որ չկան վերջնական պայմանավորվածություններ, այսինքն միջազգային կառույցների հետ, եւ բնականաբար, եթե լայնածավալ գործողությունները երկարատև շարունակություն ունենա, դուք լսել եք Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունները եւ այն կասկածները, որ հրահրողների հիմնական դերակատարը դա Թուրքիան է, եւ բնականաբար դա հետեւությունների անում այն մասին, որ կարող է բավականին լայնածավալ մասշտաբի գործողություններ սկսվեն, ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցությամբ։ Դա ցանկալի չէ մեզ համար, բայց նորից եմ կրկնում, մենք պետք է պատրաստ լինենք նաեւ դրան։